Լսեցիք է տառով հնչող բառեր։ Ինչպեսիք էին Էրեբունի, Էակ, Էլի, Էմին բառերը։ Ես իմ պատմությունում պատմեցի և տվեցի Էշ, Էսմերալդա, Էրիկ, Էդգար, էքսկավատոր բառերը։ Նաև է տառով է գրվում էլեկտրականություն, էկրան և էջանշան բառերը։ Հիմա անցնենք մեր դասանյութին։ Քանի որ ես դիմացի տեսախցիկով եմ նկարում, դրա համար ինձ մոտ տառերը մի փոքր շեղված են։ Տեսեք, սա է տառի էջն է։ Համար 22-րդ էջում է գտնվում է տառը։ 22-ը երեխաներ, երկուսն է միմյանց կողք դրված։ Է տպագիր մեծատառ, է տպագիր փոքրատառ։ Պատկերված է գրքի էջ։ Սա գրքի էջը, սա գրքի թերքը։ Երբ որ մենք դնում ենք էջանշան, նկատի ունենք այս մասի էջը պահպանելու համար դրված այդ հատուկ առարկա, որը դնում ենք, որ էջը չկորցնի։ Էջ։ Է տառը ձայնավոր է, չէ՞ որ ձայնավորներն են ա, ի, ու, ա, է, ը։ Էն հնչում է անվերջ և ոչ մի արգել չի առաջանում է տառը արտասանելիս, բերանում ոչ մի արգել չի առաջանում։ Նախ տեսնենք ինչ է պատկերված նկարում։ Երեխան պիտի մատիտով դնի կետերը կամ նշանանի, թե որտեղ է գտնվում, օրինակ էջանշանի մեջ է հնչյուն տառը։ Պիտի կետ դնի, որպեսզի հասկանա, որ էջանշանի մեջ է հնչյուն տառը գրվում է սկզբում, բառասկզբում։ Էջանշան։ Տառերով է, ջ, ա, ն, շ, ան։ Նախ պիտի վանկատել, հետո հնչյունային վերլուծության ենթարկել։ Էշ, էշի մեջ է տառը գրվում է բառասկզբում։ Էկրան, էկրան դրվեց բառասկզբում։ Վանկատեք, դրեք կետը թե բառասկզբում է, թե բառավերջում, այնուհետև հնչյունային վերլուծության ենթարկեք, մատերով հաշվեք։ Եթե երկու տառ է, երկու հնչյուն է, ուրեմն դա իշուկին է վերաբերվում, եթե 5 հնչյուն է, ուրեմն դա էկրանին է վերաբերվում, է, կ, ռ, ան, գծիկով տարեք միացրեք։ Եթե էջանշանին է, ապա այս ներքևի 6 վանդակին է վերաբերվում, սա հնչյունի գծապատկին է։ Նայենք մեր նկար պատմությանը։ Նախ դնենք վերնագիր, չէ որ պատմությունը ունենում է վերնագիր, բովանդակություն, ավարտ, սկիզբ և ավարտ։ Պատմությունը կազմված էր նախադասություններից, նախադասությունը բառերից, բառերը վանկերից, վանկերն են ամբողջ բառի հետ միասին հնչյուններից, հնչյունը միայն արտասանում և լսում ենք, իսկ բառը կարդում և գրում ենք։ Նախադասությունը գրում ենք մեծատառ, վերջում դնում ենք վերջակետ։ Հիմա տեսեք, ինչպես բոլոր իմեջերում, այնպես էլ այս նկարում կենդանանում է իմ նկարը։ Հիմա ցույց տամ կենդանի հոլովակը։ Գեղեցիկ լուսապայծառ առավոտ էր։ Էդգարը արթնացավ և տեսավ, թե ինչպես է պատուհանից իրեն ժպտում գեղեցիկ դեղին պայծառ արևը։ Թռչունը թռչում է։ Արան կամ Էդգարը արթնանում է, նա ձգվում է։ Ծիտիկները խոսում են, արդեն են, լուսամփոփը վառվում է, քանի որ Էդգարը մոռացել էր այն անջատել։ Սեղանի մոտ դրված է աթոռ, սեղանին գրաթետրն է։
Պատուհանից կախված են գեղեցիկ վարագույրները։ Պատուհանը բաց է։ Այսպիսի մի գեղեցիկ տեսարան։ Ուշադիր լսեցիք, ես քանի անգամ է տառը իմ նախադասություններում օգտագործեցի։ Այո, է տառը օգնում է, որպեսզի նախադասությունը կայունանա եւ ավելի գեղեցիկ հնչի։ Չեն կարող ասենք պատուհանը բաց։ Կասենք պատուհանը բաց է։ Արևը շողում, չեն կարող ասել, պիտի ասենք արևը շողում է, ուրիշ բան, որ ասենք արևը շողաց։ Այսինքն է տառը օժանդակող, օգնող տառ է։ Դրա համար շատ հաճախ նրան ասում են օժանդակ բայ, բայց դա ավելի բարձր դասարաններում։ Այս տեսանյութը դիտելուց հետո դու դպրոցում կնայես նկարին և կասես այնպիսի նախադասություններ, որտեղ օգտագործես է տառը։ Ծածկոցը բարձրացրել է, բարձը ուղղել է, որ մեջքը չցավի։ Հիշի, քանի որ այսօր դու անցնում ես է տառը, դրա համար ես շեշտում։ Այ երբ որ սկսես կարդալ, գրել նորմալ, են չշեշտես, սահուն կերպով կասես։ Օրինակ, պատուհանը բաց է, չառանձնացնես։ Գիտեցինք տեսանյութը, տեսանք, թե ինչի մասին եւ ինչ գեղեցիկ պատկեր է ստացվել։ Հիմա հաջորդ աշխատանքը, որ պիտի երեխան անի, շրջագծի է տառով բոլոր բանաստեղծության մեջ գտնվող է տառը։ Նախ կկարդանք, կհասկանանք ինչի մասին է բանաստեղծությունը, այնուհետև կսկսենք շրջագծել։ Ինչքան է տառ կա, շրջանի մեջ կանգնենք, շրջանակի մեջ։ Ես ամբողջ 2 էջն էլ երեխաներին ասում եմ, փնտրեք եւ գտեք։ Այ այսօր արդեն անցել ենք 3-րդ տառը, չէ՞։ Ա, Ս, Է։ Ասում եմ նախ գտնենք է տառը, հետո կգտնենք Ս տառը, հետո կգտնենք Ա տառը, որպեսզի նրանց մեջ հիշվի, թե որն էր է, որը Ս, որը Ան։ Անընդհատ կարդան։ Նաև կարող են հետ գնալ եւ այստեղ տեսնեն, եթե է տառ կա, այստեղ նույնպես ընդգծենք, չէ՞, որ մեր ամբողջ այբենարանը հենց սկզբից բառերով ու տառերով է լի։ Թող փնտրեն եւ գտնեն խաղի նման եւ շրջանակի մեջ անցկացնեն։ Այստեղ պիտի մատիտով գրեն է տառը։ Ներքևում առաջարկում է գիրքը մեր կատարել աշխատանք։ Թաթիկը վերցնել փոքրիկի ձեռքը, նկարել ստվարաթղթի վրա, գունավորել այն, աչքեր, հոնքեր դնել եւ այնուհետեւ դա դարձնել էջանշան եւ դրել գրքի մեջ, որպեսզի գրքի էջը չկորի։ Երեխաները առաջի անգամ գրելու են նախադասություն, թեպետ իմ աշակերտները արդեն գրել են, օրինակ գրել են ասա, նկարել են շրջան եւ շրջան են դրել, այնուհետեւ դրել են վերջակետ ասա բառը գրել են մեծատառով, ասայի վրա դրել են շեշտ, ասա շրջան, ասա եռանկյուն։ Դա արդեն Ս-ի ժամանակ իմ երեխաները, իմ աշակերտները արել են, բայց այսօր արդեն է տառն է ավելացել։ Ասա տուն, այնուհետեւ ասել են սա տուն է, գրել են սա տուն է, նկարել են տուն, նկարել է շրջան, սա շրջան է, նկարել է շրջան, սրտիկ, նմանատիպ աշխատանք են կատարել, քանի որ նրանք չեն կարող իշուկ նկարել, բայց կարող են երկրաչափական պատկերներ նկարել։ Կարդում ենք սա, էշ, է, դրել են վերջակետ, սա, վերջակետ, է, դրել ենք վերջակետ, նախադասություն գրեցինք մեծատառ, դրեցինք վերջակետ։ Շատ հաճախ մենք կատարում ենք այսպիսի կենդանի նախադասության վարժանք, այսինքն երեխաները մինչ այդ պատկերներով են կազմում նախադասություն, հիմա արդեն տառերով կազմում են նախադասություն եւ կանգնում են գրատախտակի մոտ։ Նույնը կարող եք կատարել դուք տանը։
Այստեղ մի փոքր տեսանյութ կա, սիրելիներս։ Եթե ձեր հեռախոսը QR կոդով բացի, կտեսնի այդ տեսանյութը։ Հոլովակի վերջում ես կտեղադրեմ նաև այդ տեսանյութը։ Սա էկրան է։ Սա տուն է։ Վերջակետ, երեխաները կազմել են կենդանի նախադասություն։ Այստեղ թելադրության նման խաղ է, այսինքն մեկը մյուսին պիտի թելադրի, նայեր գրի։ Է, սա, ասա, ա, է, ասա, սա։ Նման ձևով երեխաները կարողանում են մեկը մյուսի սխալը ուղղել կամ եթե չի սխալվել, իրենք նույնպես սովորում են եւ կարողանում են գրել։ Հիշեցնում եմ, որ գիտես, եթե գրում ենք նախադասություն, պիտի գրենք մեծատառ, վերջում պիտի դնենք վերջակետ։ Կարելի է արդեն երկու բառով նախադասություն ասել, երկու բառով թելադրություն ասել։ Ասա, գրում ենք ասը, գրում ենք սա բառերը։ Սկզբում երեխաները գրելու են տառերով, ուսուցիչը թելադրելու է տառ, երբ որ ավելի շատ տառեր անցնեն, արդեն կանցնի վանկերով։ Հիմա կտեղադրեմ հոլովակը, իսկ ձեզ բարի դիտում, չեք մոռանում բաժանորդագրվել, որպեսզի ես էլ ավելի շատ հոլովակներ տեղադրեմ առայժմ։